Դրան չի գա խնդիրը։ Շատ լավ։ Տեսեք, մենք հիմա ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք։ Դուք որ գաք իշխանություն, ապա սառեցնելու եք, թե ոչ։ Տեսեք, ՀԱՊԿ-ը կարևոր մի հարց է առաջացրել հայկական հասարակության մեջ։ Եթե մենք ազնիվ լինենք մեր գործընկերների հետ ՀԱՊԿ-ում, ջերմուկի դեպքերից հետո հայ հասարակության մեջ կա կասկած ՀԱՊԿ-ի առաքելության հետ կապված։ Կարծում եմ, որ Հայաստանի նոր առաջնորդը, ով պետք է լինի ավելի ուժեղ, պետք է վերահաստատի իր հարաբերությունները մեր դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային մեր դաշնակիցների հետ, բայց նաև լուծի հայ ժողովրդի համար կարևոր խնդիր, կարևոր հարց, որը բաց է մնացել։ Այսինքն ջերմուկի դեպքերից հետո մեր հասարակությունը ունի հարց ՀԱՊԿ-ի հետ կապված եւ կարծում եմ նոր առաջնորդը պետք է առաջին իսկ քայլերից մեկը վերահաստատի ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հաստատելու գործում։ Ոնց։ Դա արդեն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների խնդիրն է, որպեսզի նրանք հաստատեն իրենց էֆեկտիվությունը հայ ժողովրդի համար։ Բանակցությունների արդյունքում իրենք պետք է ցույց տան մեր հարևան երկրին, որ օտար երկրի անեքսիան, առավել եւս ՀԱՊԿ-ի անդամ երկրի անեքսիան անընդունելի է։ Միայն այդ դեպքում մեր հասարակությունը կընդունի ՀԱՊԿ-ի որպես դաշնակից երկարաժամկետ։ Հա, ինչ պետք է կոնկրետորեն, պետքա զորք բերեն ազատեն։ Ինձ թվում է դիվանագիտական ռեսուրսները բավարար են, որպեսզի այդ հարցը լուծվի։ Այսինքն եթե նրանք հայտարարություն չարեցին, որ դիվանագիտականորեն լուծեն, մենք սառեցրած էլ մնալու ենք, ես ճիշտ եմ հասկանում։ Մենք տեսնում ենք, որ հայ հասարակությունը ունի հարցեր։ Մենք պետք է այս հարցերը նոր իշխանությունը պետք է այս հարցերը արտատպի ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին, որից հետո ՀԱՊԿ-ը պետք է վերահաստատի։ Եթե ՀԱՊԿ-ը մենք վստահ ենք հասկացավ խնդրի լրջությունը եւ նաեւ գործընկերը եղավ ուժեղ Հայաստանում, մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել Հայաստանի համար խաղաղությունով եւ դիվանագիտությամբ։ Հա, բայց այդտեղ կարևորը մանրամասներն է, պարոն Կարապետյան։ Այո։ Ինչ պետք է իրան կանեն, որ մենք ասենք իրենք ունեն դիվանագիտական հարաբերություններ այն երկրի հետ, որը հայկական տարածքները անեքսիա արել, այդ երկրի հետ կապված դիվանագիտական հարաբերություններով նրանք պետք է գործադրեն ջանքեր, եթե կուզեք կասեմ ճնշում այդ երկրի հանդեպ, որպեսզի նա ազատի հայկական սուվերեն տարածք։ Եթե չգործադրեն, եթե կարծում եմ, որ ուժեղ ղեկավարը պետք է հասնի նրան եւ կհասնի, որ գործադրեն։ Եթե չգործադրեն, սառեցված է մնալու։ Ուժեղ ղեկավարը կհասնի նրան, որ կգործադրեն։ Հասկացանք, եթե չգործադրեն, հարցը հայկական հասարակությունում միշտ բաց է մնալու, իսկ հայկական քաղաքական միտքը հետևում է հայ հասարակության կարծիքին։ Գնացինք առաջ։